Ամբողջ աշխարհում տարեկան հազարավոր երեխաներ ընտանեկան բռնության զոհ կամ ականատես են դառնում։ Ընտանեկան բռնությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ բռնության ենթարկված եւ ականատես անձանց համար։ Քանի որ ընտանեկան բռնությունը կրում է լատենտային բնույթ, համայնքային ոստիկանությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ընտանեկան եւ կենցաղային դեպքերի հայտնաբերման եւ արձանագրման ուղղությամբ։ Հետևողական աշխատանքի շնորհիվ քաղաքացիների վստահությունն էապես աճել է, ինչի արդյունքում 2025 թվականին ոստիկանությունը ստացել է ավելի շատ ահազանգեր 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառվում են նախազգուշացման, անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումներ։ Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես բռնություն գործադրած անձին հեռացնել տնից եւ արգելել նրա վերադարձը տուն։ Բռնություն գործադրած անձին արգելել այցելելու բռնության ենթարկվածին, նրա խնամքի տակ գտնվող անձանց, բռնության ականատես եղած անչափահասներին։ Եթե բռնություն գործադրած անձը խախտում է անհետաձգելի միջամտությամբ նախատեսված սահմանափակումները, ապա ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Հիշեք, բռնությունը չունի արդարացում։ Եթե բռնության եք ենթարկվում կամ ականատես լինում, մի լռեք, զանգահարեք 102։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը միշտ ձեր կողքին է։ Լռությունը չի պաշտպանում, այն քողարկում եւ խորացնում է բռնությունը։